Նոոսֆերայի ճարտարապետությունը պարզ բացատրություն։ Նոոսֆերայի ճարտարապետությունը պարզ շրջանակ է, որը ուսումնասիրում է, թե ինչպես կարող է տեխնոլոգիան նպաստել մարդկային մտքի, հիշողության և բարոյական արտացոլման տարածմանը։ Այն կառավարման համակարգ չէ, այն ուղղորդման համակարգ է։ Նպատակն է թույլ տալ գաղափարներին տեղաշարժվել ժամանակակից, թևային հարթակներում կենտրոնում պահելով մարդկային խիղճը։ Տեխնոլոգիան տիրակալը չէ, տեխնոլոգիան գործիք է։ Հիմնական սկզբունքը պարզ է, մի վնասիր։ Ինչու գոյություն ունի այս նախագիծը։ Մարդկային հասարակությունները հաճախ անցնում են հակամարտության, գաղափարախոսության և բաժանման ցիկլերի միջով։ Միևնույն ժամանակ թվային ցանցերը ստեղծել են նոր միջավայր, որտեղ գաղափարները տարածվում են ավելի արագ, քան երբևէ։ Այս նախագիծը ուսումնասիրում է, թե ինչպես կարելի է ժամանակակից հարթակները օգտագործել ոչ թե քաոսը ուժեղացնելու, այլ աջակցելու համար։ Հիշողությունը մոռացության փոխարեն, արտացոլումը քարոզչության փոխարեն, երկխոսությունը բաժանման փոխարեն։ Համակարգը հիմնված է այն գաղափարի վրա, որ մարդկային միտքը կազմում է փոխազդեցության ընդհանուր դաշտ, որը երբեմն նկարագրվում է որպես նոոսֆերա։ Այս տերմինը հորինել է փիլիսոփա և գիտնական Պիեր Թեյար դը Շարթենը, մարդկային գիտակցության զարգացող ոլորտը նկարագրելու համար։ Ժամանակակից քվային աշխարհում այս ընդհանուր դաշտը ավելի ու ավելի է դրսևորվում գլոբալ հաղորդակցման ցանցերի միջոցով, ինչպես է գործում շրջանառության ցիկլը։ Նախագիծը օգտագործում է հարթակների և մեկնաբանության շրջանառվող ցիկլը։ Ցիկլը հետևյալն է՝ հիշողություն, պատմություն, ուշադրություն, սիգնալի հայտնաբերում, արհեստական բանականության ամփոփում, մարդկային հասկացողություն, արխիվացում, յուրաքանչյուր փուլ կատարում է որոշակի գործառույթ գաղափարների շարժման մեջ, ինչ է անում յուրաքանչյուր հանգույց։ Հիշողությունը պահպանում է փորձառություններն ու փաստաթղթերը, որպեսզի գաղափարները չկորչեն։ Արխիվներն ու պահպանված նյութերը օգնում են կանխել կարևոր գաղափարների մարումը։ Պատմությունը հիշողությունը վերածում է ընթերնելի ձևի։ Բլոգ եթերը և գլավոր հաղորդագրությունները կազմակերպում են գաղափարները, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ դրանք։ Ուշադրություն է առաջանում, երբ գաղափարները հասնում են հանրային հարթակներ, համայնքները և սոցիալական ցանցերում քննարկումները պատմությունը դարձնում են տեսանելի։ Սիգնալների հայտնաբերումը բացահայտում է տեղեկատվության հոսքի մեջ օրինաչափությունները և իմաստալից արձագանքները։ Այս փուլով
արհեստական բանականուց, բանականուց, բանականուց Ուշադրություն